Նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դադարեցնել 530,000 ներգաղթյալների ժամանակավոր օրինական կարգավիճակը։ Նրանք ԱՄՆ էին եկել Կուբայից, Հայիթիից, Նիկարագուայից եւ Վենեսուելայից նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, երբ դեռ գործում էր որոշակի կանոններ։ Ըստ նախատեսվող պաշտոնական փաստաթղթի, որը հրապարակվելու է մարտի 25-ին, ներգաղթյալների կարգավիճակը կդադարի 2025 թվականի ապրիլի 24-ից, ինչից հետո նրանք պարտավոր կլինեն լքել նահանգները։ Այս որոշումը համահունչ է Թրամփի քաղաքականությանը, որը նա որդեգրել է դեռ իր առաջին պաշտոնավարման ժամանակ, այն է կասեցնել նման ծրագրերը հատկապես նշված երկրներից ներգաղթյալների համար։ Թեմայի մասին առավել մանրամասն կխոսենք անոնսից հետո։ Սահմաններ հատելու փորձի ժամանակ 2024 թվականին գրանցվել է գրեթե 9000 միգրանտների մահ։ Թրամփի վարչակազմը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ Պենտագոնը մեծացնում է զինծառայողների թիվը Մեքսիկայի հետ սահմանին, պայքարելով անօրինական ներգաղթի դեմ։ Ազգային անվտանգության վերաբերյալ տեղեկատվության արտահոսք է եղել, փորձում են հայտնաբերել մեղավորներին։ Ոսկե քարտի վաճառքից մեկ օրում հաջողվել է հավաքել $5 միլիարդ, ինչ է սպասվում հետագայում։ Տեսլան հետ է կանչել ԱՄՆ-ում վաճառված գրեթե բոլոր էլեկտրական մակնիշի մեքենաները։ Շաբաթ օրը Լոս Անջելեսում կրկին ցույցեր էին, այս անգամ փոստային ծառայությունը պահպանելու նպատակով։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները առանց ռուսական կողմի մասնակցության։ Իսկ Պուտինը ասել է, որ աղոթել է Թրամփի համար։ Եվ վերջում ԱՄՆ-ի Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի ռազմավարությունը։ Այս եւ մյուս հետաքրքիր նորությունների մասին կիմանաք ավելին, դիտելով մեր թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը հայտարարել է, որ Թրամփի այն որոշումը, որը վերաբերում է կես միլիոնից ավելի մարդու անմիջապես օրինական կարգավիճակից զրկելուն, արտացոլում է վարչակազմի առաջնահերթությունը, այն է սահմանների անվտանգությունը եւ ազգային շահերը պահպանելը։ Նախարարը հավելել է, այս ծրագրերը զգալի հանրային օգուտ չեն տալիս, չեն օգնում կանխելու ապօրինի միգրացիան եւ չեն համապատասխանում մեր արտաքին քաղաքականության նպատակներին։ Ներքին անվտանգության նախարարությունը նաեւ հայտարարել է, որ կսկսի անհապաղ միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու եւ արտաքսելու այն անձանց, ովքեր չեն լքի երկիրը նշված վերջնաժամկետից հետո։ Միաժամանակ նրանք ներգաղթյալները, ովքեր արդեն ստացել են օրինական կարգավիճակ կամ ունեն այլ իրավական հիմքեր ԱՄՆ-ում մնալու համար, չեն ենթարկվի հեռացման։ Միայն նախորդ տարի սահմանը անօրինական հատելու ժամանակ շուրջ 9000 մարդ սպանվել է, այս մասին հայտնում է Միգրացիոն միջազգային կազմակերպությունը, սա 5 տարի անընդմեջ ռեկորդային թիվ է։ Կազմակերպությունը նշում է, որ իրական մահվան թիվը կարող է շատ ավելի բարձր լինել, քանի որ շատ դեպքերում մնում են չհայտարարված կամ չգրանցված։ Այս թվերը հայտարարվեցին ԱՄՆ օգնության կրճատման ֆոնին։ Միգրացիոն միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օգնության կրճատման հետևանքով դադարեցնում է բազմաթիվ կյանք փրկող ծրագրեր, քանի որ հիմնական ֆինանսավորումը միշտ ստացել է նահանգներից։ Ինչպես տեսնում ենք, Թրամփի վարչակազմը շարունակում է խստացնել միգրացիոն քաղաքականությունը եւ այսպես ներքին եկամուտների ծառայությունը պայմանագիր է ստորագրելու ներքին անվտանգության դեպարտամենտի հետ, պայմանագրի նպատակը գաղթականների գտնվելու վայրը պարզելն է։ Ըստ աղբյուրի պայմանագրով նախատեսվում է, որ այս միգրացիայի վերահսկողությամբ զբաղվող մարմինը կփոխանցի կասկածյալների անուններն ու հասցեները IRS-ին, որն էլ կստուգի ու կհաստատի դրանց իսկությունը, թեև IRS-ը միշտ խիստ գաղտնի է պահում հարկատուների տվյալները եւ օրենքով արգելում է այդ տեղեկության բացահայտումը, սակայն այս նախաձեռնությունը փոխում է գործելակերպը։ Միևնույն ժամանակ Չիկագոյում գործող երկու միգրանտների իրավունքների կազմակերպությունները դատի են տվել ԱՄՆ գանձապետարանին եւ IRS-ին, պահանջելով արգելել հարկային տվյալների փոխանցումը միգրացիոն ծառայություններին, պնդելով, որ օրենքը արգելում է նման փոփոխությունները։
Այս ամենի ֆոնին Պենտագոնը մեծացնում է զինծառայողների թիվը ԱՄՆ-Մեքսիկա սահմանին, հայտարարություն է տարածվել, որի համաձայն շուրջ 3000 զինծառայող կմեկնեն սահման, այսպիսով թիվը դառնում է 9000-ը։ Այս քայլը միտված է սահմանային վերահսկողության խստացմանը եւ անօրինական ներգաղթի կրճատմանը։ Նախագահ Թրամփի հրամանով նախատեսվում է նաեւ ավելի քան 5000 զինծառայողի ուղարկել իրավապահ մարմիններին օժանդակելու եւ սահմանային անվտանգությունն ապահովելու նպատակով։ Վերջին տարիներին Պենտագոնը բազմիցս ավելացրել է իր ներկայությունը սահմանային գոտում։ Այս գործողություններին մասնակցելու են նաեւ ազգային գվարդիայի ստորաբաժանումները, որոնք համագործակցում են սահմանապահ ծառայության հետ, ապահովելով դիտարկում, բարեկեցություն եւ նյութատեխնիկական աջակցություն։ Բացի այդ, ԱՄՆ-ն շարունակում է սերտ համագործակցությունը Մեքսիկայի իշխանությունների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար, որոնք ուղղված են անօրինական միգրացիայի, թմրանյութերի մաքսանենգության եւ սահմանային հանցագործությունների դեմ պայքարին։ Իսկ ահա Վաշինգտոն նահանգում միգրացիոն ծառայության աշխատակիցները ստիպված ուժ են կիրառել երկու տղամարդու մեքենայից դուրս հանելու համար։ Սկզբում տղամարդիկ չեն համաձայնվել, չեն ենթարկվել ոստիկանության կանոններին, դրա պատճառով էլ միգրացիոն աշխատակիցները ստիպված են եղել ուժ կիրառել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ միգրացիոն մարմինները հաստատել են, որ նրանք կարող են լինել ապօրինի բնակիչներ։ Միգրացիոն ուժերի աշխատակիցները հաճախակի են կատարում այսպիսի աշխատանքներ ապօրինի միգրանտներին հայտնաբերելու համար, բայց դեպքի արձագանքը առաջացրել է քննարկումներ անվտանգության եւ մարդու իրավունքների հարցերով։ ԱՄՆ առևտրային նախարարությունն էլ հայտարարել է, որ Թրամփի նախաձեռնած ոսկե քարտերի վաճառքից հնարավոր է եղել մեկ օրում վաստակել $5 միլիարդ։ Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր քարտի գումարը կազմում է շուրջ $5 միլիոն։ Ըստ նախարարության աշխատակցի, ամբողջ աշխարհում կա մոտ 37 միլիոն մարդ, ովքեր կարող են ձեռք բերել նման քարտ, եւ Թրամփը վստահ է, որ այս քարտերի վաճառքից հնարավոր է ստանալ առնվազն $5 տրիլիոն, ընդհանուր քանակով վաճառելով 1 միլիոն քարտ։ Ոսկե քարտի գաղափարը ծնվել է Թրամփի եւ միլիարդատեր ներդրող Ջոն Փոլստոնի միջև տեղի ունեցած զրույցի ընթացքում։ Դիմորդների ստուգման եւ հաստատման գործընթացն արագացնելու համար Մասկի թիմը ստեղծում է հատուկ ծրագրային ապահովում, որը պատրաստ կլինի մոտ 2 շաբաթից։ Նախատեսվում է, որ այդ ծրագիրը 1 վայրկյանում ավելի խորը ստուգում կիրականացնի, քան մինչ այժմ կառավարական մարմինների կողմից իրականացված ցանկացած ստուգում։ Քարտերի վաճառքից ստացված միջոցներն ուղղվելու են ԱՄՆ պետական պարտքի կրճատմանը, որը ներկայումս կազմում է $36.2 տրիլիոն։ Այժմ Կալիֆոռնիան նախորդին Լոս Անջելեսում տեղի էր ունեցել ցույց ընդդեմ փոստային ծառայության սեփականաշնորհմանը։ Անցած ամիս նախագահ Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է փոստային ծառայությունը առևտրային նախարարության վերահսկողության տակ դնելու տարբերակը, ինչը գործող իշխանության կողմից փոստային կառավարման կտրուկ փոփոխություն կլինի։ Փոստային ծառայության գլխավոր տնօրենը վերջերս կոնգրեսի անդամներին ուղարկված նամակում հայտնել էր, որ պլանավորում է կրճատել 10,000 աշխատակցի եւ փոստային ծառայության բյուջեից մի քանի $1 միլիարդ, համագործակցելով Մասկի ստեղծած կառավարական արդյունավետության վարչության հետ։ Փոստատարներից մեկը, ով ավելի քան 20 տարի սիրով իր աշխատանքն է անում, վստահեցնում է, որ կայունության հիմքը հենց ազնիվ աշխատողներն են, ովքեր այժմ բախվում են զանգվածային կրճատումների սպառնալիքներին։ Փոստային ծառայությունն ունի ավելի քան 600,000 աշխատակից ամբողջ երկրում, եւ երբ մենք լսում ենք նախագահի եւ նրա թիմի անդամների սպառնալիքները, մենք վստահեցնում ենք, որ կպայքարենք մեր իրավունքների համար։ Իսկ այժմ այն մասին, որ ԱՄՆ ներքին անվտանգության ղեկավարը հանդիպել է General Motors ընկերության ղեկավարի հետ քննարկելու զրահապատ ամենագնաց մեքենաների հաջորդ սերնդի տեխնոլոգիական զարգացումները։ Այս մասին հայտնում է հենց նախարարության էջը։ Գաղտնի ծառայությունները հայտարարել են, որ մշտապես փնտրում են նոր տեխնոլոգիական լուծումներ ԱՄՆ նախագահի մեքենաների պաշտպանվածությունն ապահովելու նպատակով։ Ավելի վաղ դեռևս սեպտեմբերին ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտը եւ գաղտնի ծառայությունը $14.8 միլիոն պայմանագիր է կնքել General Motors-ի հետ The Beast մականունով հայտնի նոր նախագահական լիմուզինի մշակման համար։ Մինչև 2029 թվականը պայմանագրի ընդհանուր արժեքը կարող է հասնել մինչև $40.8 միլիոն։ Սիրելի հետևորդներ, մինչև ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հերթական ռաունդի մասին խոսելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։
Լոս Անջելեսի Twitter-ի նախկին գրասենյակից հեռացված խորհրդանիշ թռչունի նշանը աճուրդում վաճառվել է $35,000։ Այս նշանը նախկինում զարդարում էր ընկերության շենքերից մեկը եւ հայտնի էր Լարի անունով, ի պատիվ լեգենդար Լարի Բերդի։ Տարբերանշանը կշռում էր մոտ 254 կիլոգրամ։ Գնորդ ինքնությունը չի հրապարակվել։ Տոյոտան ներկայացրել է էլեկտրական մեքենա, որը չունի պեդալներ։ Այս նոր լուծումը նախատեսված է խոշոր քաղաքների համար, առաջարկելով կոմպակտ դիզայն, որն ունի ընդամենը 2,5 մետր երկարություն։ Մեքենան կառավարվում է ձեռքով, ինչը հնարավորություն է տալիս վարել հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեքենան ունի նաև արևային տանիք, որը կարող է արտադրել 20-30 կմ հավելյալ էներգիա, իսկ մեքենան պատրաստված է վերամշակված պլաստիկից, նվազեցնելով արտանետումները։ Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ սկսում է անվճար կրթություն տրամադրել այն ուսանողներին, որոնց ընտանեկան եկամուտը չի գերազանցում $200,000։ Այս որոշումը վերաբերում է այն ուսանողներին, ովքեր ընդունվել են համալսարան եւ համապատասխանում են չափանիշներին։ Նման որոշումը խթանում է կրթության ավելի հասանելի լինելը լայն շերտերի համար։ Նախաձեռնությունը նախատեսված է մեծացնել կրթության հավասարությունը եւ հնարավորություն տալ ավելի շատ մարդկանց հասնել բարձրագույն ուսման։ Սիրելի հետևորդներ, օրվա ամենաթարմ լրատվությանը հետևելու համար անցեք թողարկման տակ տեղադրված հղումով եւ հավանեք մեր Facebook-յան էջը, ինչպես նաեւ կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Եվ այսպես, Սաուդյան Արաբիայում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հերթական փուլը։ Զելենսկու գրասենյակի ղեկավարը հրաժարվել է որևէ մեկնաբանություն տալ բանակցությունների թեմայի մասին, թե ինչ հարցեր են քննարկվել, միայն ասել է, որ չի նախատեսվում ռուսական կողմի հետ բանակցություններ։ Մինչդեռ նախատեսվում է նաև փորձագիտական մակարդակով հանդիպում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջև կրկին Էրիադում։ Ամերիկյան պատվիրակության կազմը դեռևս չի հրապարակվել։ Ըստ ակնկալվող օրակարգի, այս բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Սևծովում կրակի դադարեցման հնարավորությունը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հեռանկարները։ Իսկ ահա ԱՄՆ հատուկ բանագնացը, ով 2 անգամ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ, հայտարարել է, որ Պուտինը երկրորդ հանդիպման ժամանակ իր հետ անձնական մի թեմայով է կիսվել։ Դա այն է, որ Թրամփի վրա 2024 թվականի հուլիսին Փենսիլվանիա նահանգում տեղի ունեցած մահափորձից հետո Պուտինը գնացել է իր տեղական եկեղեցի, հանդիպել հոգևորականի հետ եւ աղոթել նախագահի համար։ Ուիտքոֆի խոսքով Պուտինը նշել է, որ դա արել է ոչ այն պատճառով, որ Թրամփը կարող էր դառնալ ԱՄՆ նախագահ, այլ որովհետև նրանք ընկերներ էին եւ նա աղոթում էր իր ընկերոջ համար։ Նա նաեւ գովաբանել է Պուտինի պատրաստակամությունը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ քննարկումներ վարելու հարցում եւ նշել, որ անհեթեթ է պնդումը, թե Ռուսաստանը նախատեսում է հետագայում հարձակվել Եվրոպայի այլ երկրների վրա։ Շարունակենք թողարկումը, ԱՄՆ-ում կարմրուկի դեպքերը սկսում են աճել եւ այսպիսով 2025 թվականի առաջին ամիսներին արդեն իսկ հաստատվել է 378 դեպք, ինչը գերազանցում է ամբողջ նախորդ տարվա գրանցված դեպքերի ցուցանիշը։ Տեխասում բռնկված համաճարակը, որը ունի 309 հաստատված դեպք, ներառյալ 40 հոսպիտալացում եւ 6-ամյա չբացահայտված աղջկա մահը, սպառնում է տարածվել այլ նահանգներում եւս։ Տեղի առողջապահական պաշտոնյաները զգուշացնում են, որ համաճարակը կարող է շարունակվել մինչև 1 տարի։ Միևնույն ժամանակ մահացած աղջկա ծնողները շարունակում են դեմ արտահայտվել կարմրուկի պատվաստման դեմ, ինչն էլ խորացնում է իրավիճակը։ Նոր դեպքեր են գրանցվել մի շարք նահանգներում, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայում։ Պատվաստումների կենտրոնի ղեկավարը նշել է, որ կարմրուկը աշխարհում ամենավարակիչ հիվանդություններից մեկն է եւ կարող է տարածվել օդում նույնիսկ այն բանից հետո, երբ վարակագիրն արդեն լքել է տարածքը։ Նրա խոսքով լավագույն միջոցը հիվանդությունից պաշտպանվելու համար պատվաստումն է։ Հիվանդության տարածումը զուգադիպում է այն ժամանակաշրջանին, երբ ԱՄՆ կառավարությունը աշխատանքից ազատել է հազարավոր աշխատակիցների։ Հանրապետականներին սկսել է անհանգստացնել մասկի հերթական հայտարարությունը, որը կապված է Social Security-ի հետ։ Չնայած շատ հանրապետականներ աջակցում են Մասկի ղեկավարած Դոջի գործակալությանը, նրա վերջին մեկնաբանությունը սոցիալական ապահովությունը որպես բոլոր ժամանակների ամենամեծ ֆինանսական խարդախությունը անվանելու մասին լուրջ անհանգստություն է առաջացրել կուսակցության ներսում։ Որոշ հանրապետական գործիչներ նույնիսկ առաջարկում են, որ միլիարդատերը պետք է խուսափի լրատվամիջոցների հետ հարցազրույցներից կամ գոնե դրանց ժամանակ ԱՄՆ նախագահ Թրամփը նոր հուշագրով թույլատրել է երկրի գլխավոր դատախազին եւ ներքին անվտանգության քարտուղարին միջոցներ կիրառել այն իրավաբանական ընկերությունների դեմ, որոնք ներկայացնում են անհիմն դատական հայցեր։
Իրավական համակարգի եւ դաշնային դատարանների չարաշահումները կանխարգելելու վերնագրով նոր հուշագրով նախագահը հանձնարարում է գլխավոր դատախազին կոշտ քայլեր ձեռնարկել այն փաստաբանների եւ իրավաբանական ընկերությունների նկատմամբ, որոնք ներկայացնում են անհիմն կամ չարամիտ բնույթի հայցեր։ Մասնավորապես հուշագրով պահանջվում է զրկել նման իրավաբաններին անվտանգության թույլտվությունից, ինչպես նաև չեղարկել այդ ընկերությունների հետ կնքված դաշնային պայմանագրերը։ Այս քայլը ըստ վարչակազմի միտված է կանխելու դատական համակարգի շահագործումն ու քաղաքական նպատակներով դատարանների չարաշահումը։ Ամերիկայի ձայնի լրագրողները դատի են տվել Թրամփի վարչակազմին, պնդելով, որ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցների գործունեության կասեցումը խախտում է աշխատակիցների խոսքի ազատության սահմանադրական իրավունքը։ Դաշնային դատարան ներկայացված հայցում նշվում է, որ ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալության ավելի քան 1300 աշխատակից ուղարկել են հարկադիր արձակուրդի, կտրուկ դադարեցնելով մի շարք լրատվական գործակալությունների ֆինանսավորումը։ Այս քայլը Թրամփի եւ Մասկի լայնածավալ ծրագրի մասն է, որով նրանք փորձում են կրճատել դաշնային կառավարության ծախսերը, համարելով, որ այն գումարներ է վատնում այնպիսի ծրագրերի վրա, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին։ Դատական հայցում լրագրողները խնդրում են դատարանին չեղարկել ԱՄՆ համաշխարհային մեդիայի գործակալության փակման որոշումը, որը ֆինանսավորում էր Ամերիկայի ձայնը, Ազատություն ռադիոկայանը եւ Ազատ Ասիա ռադիոկայանը։ Հիշեցնենք, որ Ամերիկայի ձայնը ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստական քարոզչության դեմ պայքարի նպատակով։ Հետագայում այն դարձավ միջազգային մեդիայի կառույց, հեռարձակվելով ավելի քան 40 լեզուներով եւ շաբաթական ավելի քան 425 միլիոն լսարան ունի ամբողջ աշխարհում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ազգային անվտանգության տվյալների արտահոսքի դեպքերը հետաքննվում են։ Թրամփի վարչակազմի նախաձեռնած նոր քննության շրջանակում պաշտպանության ոլորտի աշխատակիցները կարող են անցնել ստի դետեկտորով։ Ուրբաթ ուշ երեկոյան հրապարակված հուշագիրը վերաբերում է վերջերս տեղի ունեցած գաղտնի տեղեկատվության արտահոսքերին, սակայն փաստաթղթում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ տեղեկությունների մասին է խոսքը։ Նախորդ օրը նախագահ Թրամփը հերքել էր մամուլում տարածված տեղեկությունները, թե իբր իր խորհրդական մասկը պետք է ծանոթանա ԱՄՆ-ի Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի ռազմավարությանը։ Վարչակազմը շեշտում է, որ ազգային անվտանգության մասին տեղեկատվության արտահոսքը դիտարկվում է որպես լուրջ սպառնալիք եւ համապատասխան պատասխանատվություն է նախատեսվում մեղավոր անձանց նկատմամբ։ Եվ վերջում Տեսլան հետ է կանչում ԱՄՆ-ում արտադրված բոլոր էլեկտրական պիկապները։ Սա իհարկե վնասում է ոչ միայն ընկերության հեղինակությանը, այլ նաև օրեցօր նվազող բաժնետոմսերի գներին։ Հետկանչի պատճառը մեքենայի արտաքին վահանակն էր, որը շարժման ժամանակ կարող է անջատվել եւ վտանգ ներկայացնել։ Ընկերության հաղորդմամբ հետկանչի տակ են հայտնվել 46,000-ից ավելի մեքենաներ, որոնք արտադրվել են 2023 թվականի նոյեմբերից մինչև այս տարվա փետրվարի 27-ը։ Սա արդեն 8-րդ նմանատիպ դեպքն է 2024 թվականի հունվարից ի վեր։ Բացի այդ, Տեսլան ներկայումս նաև բախվում է քաղաքական բարդ իրավիճակի։ Մասկի նախագահ Թրամփի աշխատակազմում ունեցած ազդեցությունը, մասնավորապես պետական ոլորտում զանգվածային կրճատումներ իրականացնելը հանրային դժգոհություն է առաջացրել։ Վերջին շրջանում ԱՄՆ-ի տարբեր նահանգներում Տեսլայի խանութներում արձանագրվել են բողոքի ակցիաներ, նույնիսկ վանդալիզմի դեպքեր, որոնց համար Թրամփը խոստացել է խիստ պատժել մեղավորներին։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք թողարկումը մինչև վերջ դիտելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակներն ու մեկնաբանությունները։ Եթե ցանկանում եք բաց չթողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով subscribe կոճակը։ Այս ժամի համար նախապատրաստել ենք այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։